Ամենայն հայոց բանաստեղծի 157-ամյակն է այսօր և բնականաբար Թումանյանի թանգարանը չէր կարող անմասն մնալ այս մեծ տոնակատարությունից և տոնախմբությունից և այսօր բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, որոնց մասին և ընդհանրապես Թումանյանի կյանքի ապրելակերպի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Այսօրվա մեր հյուրերն են Լուսինե Ղարախանյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն և Սուսաննա Ադամյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք առավոտը ձեզ հետ սկսելու այս գեղեցիկ տոն օրով հանդիպելու ձեզ հետ։ Դե եկեք խոսենք թանգարանի և միջոցառումների կազմակերպման մասին, ինչ է սպասվում այսօր։ Նախ առիթից օգտվենք, ասենք, որ ցավոք սրտի դեռ շարունակում ենք մեր գործունեությունը ծավալել Հրանտ Մաթեոսյան մշակութային կենտրոն թանգարանում, որովհետև շենքի վերանորոգման աշխատանքները դեռ սկսված չեն, վերակառուցման և վերանորոգման, և այս առումով մեր գործունեության և ծրագրերի ֆորմատը փոխվում է, ցավոք սրտի, բայց դա չի խանգարում, որ մենք շարունակենք ամեն օր օրակարգում պահել Թումանյանի թեման։ Այսօր այո միջոցառումներ կան և արկա և նաև արտագնա, մենք սկսելու ենք 15:00-ին հեքիաթի ժամից, դա ինտերակտիվ դաս է լինելու երեխաների հետ, որտեղ վերլուծվելու են Թումանյանի հեքիաթների բոլոր կերպարները, կոդազերծվելու են, ծածկազերծվելու են բոլոր կերպարները և վերջում երեխաները Թումանյանի հեքիաթների կերպարներով թխվածք են համտեսելու, ուտելու են կերպարները հեքիաթների և գրքեր ստանալու անպայման։ Հետո մենք կբացենք Թումանյանի անձնական գրադարանի կայքէջի շնորհանդես կլինի, մենք գրքերը շատ չեն թվայնացված, բայց ինչքան կա, այսօր ուզում ենք շնորհանդեսը անել անձնական գրադարանի Թումանյանի, դրան կհաջորդի Ռուբեն Եսայանի երիտասարդ գրող, երևի ձեզ ծանոթ է, շատ ընթերցված, Ռուբենը կխոսի Թումանյանից և ընթերցանությունից և մենք հատկապես որ ինքը շատ է սիրում Թումանյանին։ Եվ մենք անցյալ տարի հենց այս տաղավարում պատմել էինք մի հետաքրքիր նախագծի մասին, երբ այցելուները թանգարանի պատմվածք են գրում, բայց սկիզբը մեկն է գրում, հետո իրեն հաջորդում է մեկ ուրիշը և ոչ մեկը չգիտի դա ով է գրել։ Ամփոփումն արել է Ռուբենը և վերնագիրն էլ է Ռուբենը տալու, այստեղ ձեռագիր գրված են իրար շարունակող նյութը այստեղ է և երեկոյան այսօր 17:00-ին Ռուբենը նաև այս պատմվածքի, ստացված պատմվածքի մասին կխոսի, որի հեղինակը փաստորեն ժողովուրդն է։ Հետո մենք Ժողովուրդը, բայց Ռուբենն է հավաքել։ Ռուբենը ամփոփել է։ Ամփոփել է։ Վերջը Ռուբենն է ամփոփել։ Այո։ Հիմա մենք այս տարի ձեռք ենք բերել Թումանյանի երևի այդ ժամանակ ձեռք բերած, որտեղ 1852 թվականի Սայաթնովայի երգեր գիրքն է, որը հին գիրք է և Թումանյանը դա նվիրել է Մամբրե Մատենջյանին, ընծայագրված է, այդ գիրքը կցուցադրենք, որը կզուգակցվի Քամանչայի նվագով։ Երևի այսքանն է լինելու այսօր։ Ինձ համար ամենահետաքրքրականը անձնական գրադարանի թվայնացված գրքերն էին և կայքէջը, մենք գիտենք, որ Թումանյանը մեծ գրադարան է ունեցել անձնական, ինքն է քարտավորել այդ բոլոր գրքերը, տեսակավորել ըստ բաժինների և այլն։ Նույն տրամաբանությունը և սկզբունքը պահվելու է նաև կայքէջում, այսինքն իր մոտեցումն է լինելու գրքերի համակարգման։ Գրեթե այո, սա մի ընդհանրապես եթե ուզում ենք Թումանյանին լրիվ ուրիշ դիտանցքով էլ ճանաչել, կարող ենք մտնել նրա գրադարանը, լրիվ ուրիշ Թումանյան, որը սովորաբար ասոցացվում է Շունն ու կատուի, Գիգորի կամ չգիտեմ հեքիաթների հետ, բայց Թումանյանի գրադարանը գիտնական Թումանյանն է, հետազոտող Թումանյանն է և այնտեղ երևում է աշխարհայացքի տիեզերական էության ոնց որ ոչ թե սահմանները, այլ անսահմանությունը։ Պահարանները 12-ն են, բայց թեմատիկ 13-ի է բաժանել, հետո առաջին և չորրորդ պահարանները միացրել է։ Եվ գիտեք, այնպիսի գրքեր է արել, իդեպ հնատիպ գրքեր էլ կան, այսինքն 1660 թվական, 1668, որոնք համարվում են արժեքավոր, 1700-ական թվականների գրքեր, բայց հետաքրքիրն այն է, որ ունի օրինակ, համար առաջինը արևելագիտության պահարանն է, կովկասագիտության, գեղարվեստական գրականությունը առանձին, արվեստը, արվեստին առնչվող շատ ծանրակշիռ գրքեր կան։ Պատկերացնում եք տարբեր երկրների և ազգերի արվեստի պատմություն կա 21 հատորով։ Թվում է, թե
թվում է թե ինչ պետք է աներ առողջապահությանն առնչվող գրքերը։ Դե բայց մի մեծ համալսարան է, ինչպես ինքն էր ասում, չէ՞, իր գրադարանը, 13-րդն էլ բառարաններն էին, եթե Բառարանները եվրոպական եւ արևելյան լեզուներից արաբերեն, պարսկերեն եւ այո, նաեւ բառարաններ։ Հիմա այս ամենը թվայնացվելու է քայլ առ քայլ եւ հայտնվելու է կայքեջում։ Շտեմարան, այո, մի մասը թվայնացված է, այսօր մենք կցուցադրենք ինչպես են կայքից օգտվելու եւ գրեթե նույն մեխանիզմը պահում ենք, այսինքն մարդը տեսնում է գիրքը, հրատարակման թիվը, խմբագիրը, տեղը, այսքանը Թումանյանն էլ է համառոտագրել եւ աշխարհի միակ մարդն է, որ ունեցել է իր ձեռագրերի պահարանը եւ ինքը անձամբ է դասակարգել եւ ինքը նաեւ քարտարանն է ստեղծել։ Եզակի երևույթ է դավանանք գրքի եւ ընթերցանության նկատմամբ։ Երևի ճիշտ բառը պաշտամունք, դավանանք, երեխաներին սիրելու, ասենք, երբ նամակներ էր գրում Օլգա Մայրիկին, գրում էր լավ պահիր երեխաներին եւ գրադարանիս։ Այսինքն փայփայ երեխաների պես էին գրքերը իսկապես։ Դե Թումանյանների ապրելակերպի մասին երևի շատ կարող ենք խոսել ու գրքերը դրա մի մասն էին, բայց ոչ միայն գրքերը, չէ։ Մենք գիտենք, որ նրանք նաև շատ հյուրընկալ էին։ Իհարկե, գուցե այդ հյուրերին ճանապարհում էին նաև գրքերով, որովհետև Թումանյանը սիրում էր ամեն դեպքում, բայց ոչ իր գրադարանից։ Բայց նրանք նաև ունեին պատրաստելու յուրահատուկ մշակույթ, որի մասին եւս ուզում ենք խոսել։ Սիրով, հիմա այդ հոգևոր դաշտից, ինչպես ասում են, տեղափոխվենք մի քիչ կենցաղային պահեր, ուրեմն թումանյանական հյուրասիրությունները ուղղակի լեգենդի պես են եղել, շատ գեղեցիկ, եւ ինչպես հուշագիրներն են պատմում, իր դուստրը Նվարդը ասում էր, որ ամենայն գեղեցիկի նկատմամբ հայրիկը ուներ թուլություն։ Դրանք վերաբերում են իհարկե առաջին հերթին գեղարվեստական աշխատանքներին, նրա տունը հարդարված էր գեղարվեստական կտավներով, գեղեցիկ արձանիկներով, բայց Թումանյանը անտարբեր չէր անցնում նաև սպասքի կողքից։ Իր ձեռքով էր գնում սպասք։ Թումանյանի սեղանը զարդարում էին ֆրանսիական արտադրության հաղճապակուց սպասքը, նաև օգտագործել են ռուսական կուզնեցովյան մանուֆակտուրայի արտադրանքը։ Թումանյանի սեղանը իսկապես աչքի էր ընկնում իր գեղագիտական նուրբ ճաշակով։ Դեռ այն ժամանակ պատկերացրեք, որ այդ սեղանին դրվում էին փոքրիկ նրբագեղ ծաղկամաններ, նրանց մեջ թարմ ծաղիկներ։ Եվ Էլի Նվարդը նշում է, հիշում է, ասում է, որ հայրիկը մինչև հյուրերին վերջնականապես սեղանի մոտ հրավիրելը մի քանի անգամ գալիս էր ճաշասենյակ, աչք գցում, հայացքը գցում սեղանին, հարդարանքին, եւ եթե ինչ-որ բաներ կային, որ շտկելու կարիք կար, անմիջապես դրանք շատ արագ շտկվում էին։ Շատ գեղեցիկ էր իսկապես այդ հարդարանքը, գավաթները, գինու, սպասքը, եւ Թումանյանի համար կարեւոր էր այն հանգամանքը, որ իհարկե կարեւոր էր թե ինչ էր մատուցվում, իսկ Տիկին Օլգան հմուտ խոհարար էր, իր ավագ դուստրերի հետ նրանք մատուցում էին հայկական ավանդական ճաշատեսակներ, բայց նաեւ շատ կարեւոր էր թե ինչով էին դրանք մատուցվում, ինչպիսի ափսեներով, ինչպիսի գավաթներով։ Եվ քանի որ սեղանի մասին խոսք եղավ, նշենք, որ Թումանյանի 3 պատվանուններից մեկն էլ ամենայն հայոց Թամադայի պատվանունն էր։ Դե իսկ դա ինչպես է հայտ եկել, դա հենց ինքն է Թումանյանն է պատմել։ Ասում է, ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսին ընտրելուց հետո դա ուրեմն Գևորգ 5-րդ Սուրենյանցներ, մի քանի օր հետո այդ հոգևոր բարձրաշխարհիկ դասը ճաշկերույթ է կազմակերպում եւ հրավիրում Թումանյանին։ Բնականաբար Թումանյանը կարգվում է, ինչպես ինքն է ասում, Թամադա։ Եվ Թումանյանը գինով գավաթը բարձրացնում է եւ ասում, որ այս հոգևոր բարձրաշխարհիկ այրերը մի քանի օր առաջ ամենայն հայոց կաթողիկոս ընտրեցին։ Եվ քանի որ այս նույն մարդիկ ինձ հիմա կարգում են Թամադա, նշանակում է ես պարզ հասարակ Թամադա չեմ, ես էլ եմ ամենայն հայոց Թամադա։ Իրեն տրված այդ ուրեմն բնորոշումը կատակով ասված հետագայում իսկապես շատ արժանի եւ ճիշտ էր Թումանյանի համար։ Եկեք բուն ճաշատեսակներից խոսենք, որովհետեւ Ինչո՞ւ սիրում Թումանյանը ամենասիրելի իր ուտեստական քաղցավենիքը։ Այո, սիրելի ճաշատեսակներն էին այն, ինչ ինքը մանկության տարիներին ճաշակել էր իրենց տանը։ Այդ թարմ սերուցքով թխված ագդակը, բիշին,
բաղարջը, նազուկը, այդպես խմորեղենն է։ Հիմա ճիշտ ասած չգիտեմ, ամբողջ լորիում թխում են էլի այդ ագդակը, բայց դսեղում հաստատ թխում են, մինչև հիմա էլ այդպես իրար փոխանցում են ագդակի բաղադրատոմսը։ Մեր անուշը այսօր հենց ագդակ է պատրաստելու, ձեր իսկ բաղադրատոմսը, շատ ճիշտ է։ հաճելի կլինի։ Ահա, մենք մեր այսօրվա բաղադրատոմսը անուշի լինելու է թումանյանական եւ բերված հենց մեր հյուրերի կողմից։ Այս գրքում այդ բաղադրատոմսերը եւս կան, թե Ոչ, սա այս գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ձեր գրադարանին է նվեր, երկեր են ռոմանսներ Թումանյանի ստեղծած եւ սկավառակում։ Դրանք են ապրում Այո, Բայց ճիշտ լավ միտք հուշեցիք, կարելի է Չէ, իսկապես հրաշալի է։ Ես անգամ խոսենք դրա այն մասին։ ինչին դիպել է Թումանյանը, դա հանճարեղ է իսկապես եւ ստեղծագործական մեծ այդպես ճանապարհ է բացում ամեն ինչի համար։ Այդ հյուրընկալության պահով ասեմ նաև, որ Թումանյանը հենց այնպես չէր ընդունում հյուրերի։ Ըստ Նվարդի պատմածի ասում էր նախորոք, գուցե մեկ օր առաջ ինքը տանը այրում էր հայկական անուշաբույր թուղթը, որը արտադրվում էր իդեպ Ֆրանսիայում, եւ հենց այդպես էլ կոչվում է հայկական անուշաբույր թուղթ, մինչև այժմ էլ այդ արտադրությունը կա իմիջայլոց։ Ես չգիտեմ այն ժամանակներում Թիֆլիսյան քանի տներում է դա գործածվել, բայց որ Թումանյանի տանը գործածվել է, դա հաստատ է։ Եվ այրում էր այդ թուղթը կամ մի քանի ժամ առաջ կամ նախորդ օրը։ Ահա, հրաշալի է։ Անverջ կարող ենք խոսել Թումանյանի մասին։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ սկսեցիք օրը, դες այսօր էֆեկտիվ լավ թումանյանական օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք էլ շարունակելու ենք եթերը արդեն երաժշտությունից հետո թումանյանական բաղադրատոմսով, այնպես որ մնացեք մեզ հետ։